Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Ես կանչում եմ Աստծո լույսը եւ Աստծո ճշմարտությունը մեզ վրա, որպեսզի Աստծո լույսն ու ճշմարտությունը մեզ առաջնորդեն, մեզ մեջ լինեն։ Ես խնդրում եմ Հայր Աստծուն ընտանիքիս բոլոր անդամների համար, բոլոր իմ հարազատների համար, բոլոր նրանց համար, ովքեր Աստծուն խորությամբ չեն ճանաչում, ովքեր չեն ապաշխարել, ովքեր հարաբերություն չունեն Աստծո հետ, որ Աստված ողորմի ու արթնացնի յուրաքանչյուրիս հոգին, որ ամեն մեկս վերստին ծնվենք Աստծո հոգով, որ Աստված վերացնի ամեն մեկիս հոգևոր կուրությունը և խլությունը, որ Աստված ողորմի և բացի մեր հասկացողությունը, կոտրի ամեն մեկի սրտերը, որպեսզի կարողանանք հոգով կենդանի լինել, մեր հոգիները մեռած չլինեն և կարողանանք ընդունել Քրիստոսին, ընդունել Աստծո խոստումները, վստահել Աստծուն և կանգնել ու պատերազմել մեղքի դեմ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Մենք ընթերցում ենք Թոմաս Ուոթսոնի «Ապաշխարության վարդապետությունը» գիրքը և այս քանի օրը մենք խոսում էինք ապաշխարության այն քայլերի մասին, այն բաների մասին, որ մեզ տանում են ապաշխարության։ Եվ երկու բան կար։ Մեկը, որ մենք քննենք, թե ինչ սարսափելի բան է մեղքը, հասկանանք նրա մեջ եղած չարիքը և դա մեզ կդրդի ապաշխարության։ Հաջորդը, որպեսզի մենք քննենք աստվածային բոլոր ողորմությունները և դա էլ մեզ կբերի ապաշխարության։ Այսօր մենք դեռ խոսում ենք մեղքի մասին։ Նախ եկեք իմի բերենք այն բոլոր չարիքները, որ կա մեղքի մասին և շարունակենք այդ։ Առաջինը, յուրաքանչյուր մեղք, անկախ իր մեծությունից ու գարշելիության աստիճանից, մարդուն հեռացնում է Աստծուց։ Երկրորդ, մեղքը քայլող թշնամանք է Աստծո հանդեպ։ Երրորդ, մեղքը անարդար վնաս է հասցնում Աստծուն։ Չորրորդ, մեղքը խորը տգիտություն է մտքի խավարում։ Հինգերորդ, մեղքը հուսահատության արարք է ու վտանգում է մարդու հոգին։ Վեցերորդ, մեղքը կեղտոտում է, պղծում է, անմաքուր է դարձնում մեղավոր մարդուն։ Յոթերորդ, մեղքի մեջ սարսափելի երախտամոռություն կա ու անշնորհակալ վերաբերմունք կա Աստծո հանդեպ։ Ութերորդ, մեղքը ստորացուցիչ բան է։ Իններորդ, մեղքը վնաս է հասցնում։ Տասներորդ, մեղքը ծանրություն է, բեռ է մարդու համար։ 11-րդ, մեղքը պարտք է։ 12-ը, մեղքի մեջ խաբեություն կա։ 13-ը, մեղքը հոգևոր հիվանդություն է։ Եվ հիմա շարունակենք։ 14-րդը, մեղքը ստրկացնում է մարդուն, պահում մարդուն կախվածության մեջ։ Մեղքը կապում է մեզ սատանային, դարձնելով մարդուն սատանայի աշակերտը, սատանայի գերին։ Աշխարհում ամենավատ բանը դա ստրկությունն է, իսկ ավելի սարսափելին, որ հավիտենական հետևանքներ ունի մեզ վրա, դա ստրկությունն է մեղքին ու սատանային։ Յուրաքանչյուր մարդ բռնված է իր մեղքերի կապանքներով։ Եվ այդ կապանքները ոչ թե երկաթե կապանքներ են, այլ հենց մեր կամքի համառությունը, մեր կամքն է կապվել, որովհետև մենք համառորեն շարունակում ենք հակառակվել Աստծուն ու ապստամբել նրա դեմ ու չանել այն բարի խորհուրդը, որ տալիս է ու մերժում ենք Աստծո ճանապարհը։
Եվ այստեղ մենք տեսնում ենք այն, ինչ տեղի ունեցավ Եդեմական այգում Ադամի և Եվայի հետ։ Մեղքի միջոցով ստրկացվում է մեր կամքը։ Մեղքը ամբարտավան է, բռնակալ։ Մեղքը Հռոմեացիների 8-րդ գլխի 2-րդ խոսքում կոչվում է մահվան մեղքի օրենք, քանի որ մեղքը այդքան մեծ պարտավորեցնող քեզ ոնց որ ստիպող ուժ ունի մարդու վրա։ Կարդանք, որովհետև Հիսուս Քրիստոսով կենարար հոգու օրենքը մեզ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ Այսինքն տեսնում ենք, որ կա Հիսուս Քրիստոսով Սուրբ Հոգու օրենք, կյանքի օրենք և կա մեղքի ու մահվան օրենք, որ գործում է մեր մեջ։ Մեղավոր մարդը պետք է անի այն, ինչ իրեն պատվիրում է մեղքը։ Քանի նա չի ապաշխարում, քանի նա թույլ չի տալիս, որ Հիսուսի արյունը կտրի դա։ Ելից գրքի 10-րդ գլխի 7-ում ասվում է. Փարավոնի ծառաները փարավոնին ասացին. մինչև երբ սա որոգայթ պիտի լինի մեզ համար, արձակիր այս մարդկանց, որ պաշտեն իրենց Տեր Աստծուն, միթե դու դեռ չես տեսնում, որ Եգիպտոսը կործանվում է։ Մարդու հոգին, որ մի ժամանակ պսակված էր գիտությամբ ու սրբությամբ, այժմ մեղքի ծառան է դառնում և սատանայի գործերն է կատարում ու բերում կործանման, ինչպես տեսնում ենք փարավոնի մեջ։ Նա բռնված էր կռապաշտության մեղքով, որտեղ ոչ միայն ուրիշ կուռքերի էր պաշտում, այլ ինքն իրեն Աստված էր պատկերացնում, նա բռնված էր գոռոզության, մեծամտության մեղքով։ Եվ էլ չեմ խոսում Աստծո ժողովրդին ստրկացնելու մեղքով։ Փարավոնը մեղքի ստրուկն էր ու կատարում էր մեղքի թելադրանքը։ 15. Մեղքը բարոյական քայքայում, հոգևոր դեգրադացիա, պղծություն է տարածում մեր մեջ։ Եվ ոչ միայն մեր մեջ։ Մեղքը վնասում է ոչ միայն հենց իրեն մեղք գործողին, այլև ուրիշներին։ Մեկ մարդու մեղքը կարող է պատճառ դառնալ, որ շատերը մեղք գործեն, ինչպես որ մեկ փարոս վառելը կարող է պատճառ դառնալ, որ երկրի բոլոր փարոսները վառվեն։ Մեկ մարդ կարող է պատճառ դառնալ, որ շատերը պղծվեն։ Սա մենք տեսնում ենք ամենուրեք։ Մեկը բաժանվում է ու սկսում է արդարացնել դա, մյուսներն էլ ասում են, դե եթե ինքն արեց, ես էլ կարող եմ անել։ Ինչի իրեն կարելի է, ինձ ոչ, մեղքը դառնում է մոդայիկ։ Եվ այդպես հիմա երկուսը հայտնվեցին մեղքի մեջ, ու որոշ ժամանակ անց ազգի մեծ մասը մխրճվում է այդ նույն մեղքի մեջ։ Ժանտախտով հիվանդ մարդը մտնելով ամբոխի մեջ չգիտի, թե քանիսն են վարակվելու իր պատճառով ու ժանտախտից մեռնելու։ Ուրեմն մենք, որ մեղքի մեջ ապրում ենք, չէ՞ որ դուք գաղափար չունեք, թե քանիսն են ձեզանով վարակվել, ձեր սխալ օրինակին հետևել ու ընկել մեղքի մեջ։ Նույնը ինձ է վերաբերում։ Մենք ինչ գիտենք, հիմա դժոխքում կարող են շատերը լինել, ովքեր բղավում են, որ նրանք երբեք այդտեղ չէին հասնի, եթե չլիներ մեր վատ օրինակը։ Սրա համար պետք է ապաշխարել ու խնդրել, որ մեր ցանած ամեն վատ սեր, ամեն վատ օրինակ, ամեն անաստվածային, հակաաստվածային վարք ու խոսք ու մտածելակերպ Տերը վառի ու հանի այդ մարդկանց միջից, ու մենք մեր մեղքերով, մեր անաստվածային ապրելակերպով, այսպես ասած, վարակել ենք, ու նրանք էլ մեղքի մեջ են հայտնվել։ Խոսք այն մարդկանց մասին է, ովքեր կենդանի են։ Մեզանից ոչ մեկը չի ցանկանա Աստծո առաջ կրել ուրիշների կործանման պատասխանատվությունը։ Երբեք մի քաջալերեք մարդուն մեղք գործել։ 16.
Մեղքը հիասթափեցնող բան է։ Մեղքը իր հետ խնդիրներ է բերում։ Այն անեծքը, որ Աստված դրեց առաջին կնոջ վրա, Եվայի վրա, իրականում այն դրված է յուրաքանչյուր մեղավորի վրա։ Կարդանք Ծննդոց 3:16 խոսքը։ Կնոջն ասաց. Աստված, սաստիկ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը եւ ցավով զավակ կծնես։ Ու երբ ես ասում եմ այդ անեծքը դրված է ամեն մարդու վրա, ես ինիկատի ունեմ մեղքի տեսակետից, որովհետև մարդու միտքը տանջվում է, խռովում է, մեղքա ծրագրում, ու երբ մեղքը հղիանում է մարդու մտքում, մարդը կյանքի է կոչում այդ մեղքը, ծնում է այդ մեղքը վշտի եւ ցավի մեջ։ Ինչպես մեկը, ով մեծ ջանքեր է գործադրում ջրամբարի դռները բացելու, ու երբ նա բացում է այդ, ջրհեղեղը հասնում է իրեն ու խեղդում իրեն, եւ լիքը չարիք անում ուրիշների համար էլ։ Նույն կերպ մարդը ամեն ջանք գործադրում է, ամեն կերպ մտածում է, ոնց գործեմ այս մեղքը, ոնց անեմ, որ իմ ուզածին հասնեմ, բայց արդյունքում մեղքը բեռ է դառնում նրա խղճի վրա, գողանում է իր տունն ու ունեցվածքը։ Որքան մարդիկ գնում են խաղամոլության մեղքին, մտածելով, որ հեսա լիքը գումար են շահելու ու հարստանալու են, եւ հետո ընկնում են կախվածության մեջ, պարտքերի մեջ, վերջում իրենց տունն ու տեղը ու երբեմն իրենց ընտանիքի անդամներին են գրավ դնում, որ փրկվեն։ Երբեմն այդ պարտատերերը գալիս սպանում են ընտանիքի անդամներին իրենց խաղամոլության պատճառով։ Զաքարիա գրքի 5-րդ գլխի 4-րդ խոսքում ասվում է. «Եվ ես եմ նրան դուրս հանել, ասում է զորքերի Տերը, եւ նա պիտի մտնի գողացողի տունը եւ իմ անունով սուտ երթվողի տունը եւ նրա տանը պիտի օթևանի եւ նրան պիտի ոչնչացնի նրան փայտերով ու քարերով»։ Ոչնչացում է գալիս մեղքի պատճառով, եթե մենք չենք ապաշխարում եւ Հիսուսի արյունով ներում, ստանում եւ արդարացվում։ 17. Մեղքը անհեթեթ բան է։ Կա ավելի մեծ անզգուշություն, քան անել այն, ինչ հաճելի է թշնամուտ։ Մեղքը գոհացնում է սատանային։ Երբ գիրքը կամ զայրույթը վառվում է քո հոգում, սատանան տաքանում է քո կրքի ու զայրույթի կրակի մոտ, սպասելով, որ հիմա զոհեր են լինելու։ Դու այդ պահին կերակրում ես սատանային։ Մարդկանց մեղքերը սատանայի խնջույքի եւ ուրախության պատճառն են։ Սամսոնին նրա աչքերը հանելուց հետո կանչեցին զվարճացնելու փղշտացիների իշխանավորներին, Սամսոնի թշնամիներին։ Այդ մասին կարող եք կարդալ Դատավորներ 16-րդ գլխում։ Նմանապես մեղավոր մարդը իր մեղքերով ու իր անապաշխարությամբ զվարճացնում է սատանային, ուրախացնում նրան։ Ինչպես ասեցի, երբ մեղք ես գործում, դու համով կերակուր ու ըմպելիք ես տալիս սատանային, դու սնում ես նրան։ Սատանան սրտացոք ծիծաղում է, ոչ թե քեզ հետ, այլ քո վրա։ Երբ տեսնում է, որ մարդիկ, ես ու դու, մեր հոգիները վտանգի են ենթարկում աշխարհի համար, կարծես ադամանդով գնաս խոզ առնելու, կամ ոսկե ցանցով գնաս գործ բռնելու։ Ամեն ամբարիշտ մարդ, իսկ դա նա է, որ Հիսուսին չի ընդունում, Հիսուսի արյունով չի լվացվում, Հիսուսի խոսքին չի ենթարկվում, չի ապաշխարում, դատաստանի օրը դատվելու է հիմարի կարգավիճակով։ 18. Ամեն մեղքի մեջ դաժանություն կա, հենց մեղք գործողի հանդեպ։ Մեր գործած յուրաքանչյուր մեղքով մենք դանակահարում ենք մեր իսկ հոգուն։ Երբ մենք բարի ենք վերաբերվում մեղքին, լավ ենք վերաբերվում մեղքին, մենք ուրեմն դաժան ենք վերաբերվում ինքներս մեզ հետ։ Մենք վատ ենք վերաբերվում ինքներս մեզ։ Երբ սիրում ենք մեղքը,
մենք ատում ենք ինքներս մեզ։ Ինչպես Մարկոսի ավետարանում նկարագրված այն մարդը, ով իրեն քարերով ծեծում էր, մեղքով էլ մենք ինքներս մեզ ենք մահացու վնաս հասցնում։ Կարդանք Մարկոս ավետարանի 5-րդ գլխի 5-րդ խոսքը. «Եվ գիշեր ու ցերեկ շարունակ, նա գերեզմանում և սարերում աղաղակում էր ու ինքն իրեն քարերով ծեծվում»։ Այս մարդը դիվահարված մարդ էր։ Մեղավոր մարդը նման է գործք առաքելոցում նկարագրված բանտապահին, ով սուրը քաշեց, որ ինքն իրեն սպանի։ Երբ մենք մեղքը սիրում ենք, երբ մենք գիտակցաբար մեղք ենք գործում, մենք սուրը տալիս ենք մեղքի ձեռը, ասում ենք սպանի ինձ, կործանի ինձ։ Բնագետներն ասում են, որ բազեն նախընտրում է արյուն խմել, քան թե ջուր։ Նույն կերպ մեղքը խմում է մեր հոգու արյունը, մեր կյանքի արյունը, որովհետև մեղքի համար մենք նրա զոհն ենք, ոչ թե ընկերը։ Մի խաբնվի, մեղքը քո ընկերը չի։ 19. Մեղքը հոգևոր մահ է։ Եփեսացիների 2-րդ գլխի 1-ին խոսքում ասվում է. «Եվ դուք, որ մեռած եք, հանցանքների ու մեղքերի պատճառով»։ Մենք կարդում ենք վեպեր, նայում ֆիլմեր, լսում պատմություններ ու լացում ենք անպատասխան սիրո համար, ցավում ենք մերժված սիրո համար։ Իրականում մենք այնքան մոլորված ու խաբնված ենք, որ նման բաների համար լաց ենք լինում և ողբում ենք և լաց չենք լինում մեղքի պատճառով մեր հոգիների մահվան համար, չենք ողբում Աստծո կողմից լքված լինելու համար։ Երբ մեղքը ապրում է, երբ մենք մեղքին չենք արմատախիլ անում մեր կյանքից, ապա մեր հոգին է մեռնում։ Ուրեմն ապրում է մեղքը, մեռնում է հոգին։ Մահացած մարդը գիտակցություն չունի, չվերածնված մարդը իր մեջ Աստծո մասին գիտակցություն չունի։ Եփեսացիներ նամակի 4-րդ գլխի 18-ից 19-ում ասվում է. «Նրանք խավար մտքով են ու Աստծո կյանքից օտարացած, այն տգիտության պատճառով, որ նրանց մեջ է իրենց սրտերի կուրության պատճառով, որ անզգայացած ագահորեն իրենց անձը անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ»։ Համոզել նման մարդուն, որ մտածի իր փրկության մասին, ինչ օգուտ է տալու մահացած մարդու հետ խոսելը, հոգով մեռած մարդու հետ խոսելը։ Կամ գուցե պիտի կշտամբենք այդ մարդուն իր սխալների, հանցանքների ու մեղքերի համար, բայց հոգևորապես մեռած մարդուն սաստելը ինչ օգուտ է տալու։ Նա, ով մեռած է, համի զգացողություն անգամ չունի, նրա համար խնջույք կազմակերպես ու ամենահամով ուտելիքները դնես նրա դեմը, նա դրանից հաճույք չի ստանալու, որտև մեռած է։ Նմանապես մեղավոր մարդը չի ճաշակում Քրիստոսի քաղցրությունը, չի հասկանում ու ընդունում Աստծո խոստումները։ Մահացած մարդը փտում է, ոնց որ Հովհաննես 11:30-ում Մարթան ասեց Ղազարոսի մասին. «Տեր, հիմա արդեն նեխած կլինի, որտև 4 օրվա է»։ Ուրեմն որքան ավելի կարող ենք նույնը ասել անապաշխար մարդու մասին, որը 30, 40, 50, 60 տարի մեռած է մեղքի մեջ, ինչպես օրինակ ես ժամանակին։ Հետևաբար դրա համար ես սկսեցի այս աղոթքով ու ամեն մեկս պիտի աղոթենք, որ Աստված արթնացնի այդ մարդկանց հոգիները, վերստին ծնունդ պաղատենք Աստծուց այդ մարդկանց համար, որ նրանք Աստծո հոգուց նորից ծնվեն, որ Աստված ողորմի ու վերացնի հոգևոր կուրությունը, բացի նրանց հասկացողությունը, կոտրի նրանց սրտերը, որ նրանց հոգիները նորից կյանք առնեն, կենդանանան և կարողանան ընդունել Քրիստոսին, Աստծո խոստումները, կարողանան ապաշխարել ու պատերազմել մեղքի դեմ։ Աստված անկողմնապահ Աստված է։ Եթե նա արեց ինձ համար, եթե նա արել է միլիոնավոր տարբեր մարդկանց համար, նա քեզ համար էլ կանի։ Դրա համար սիրելիներս,
Նման մարդիկ իրենք խապնված են, չեն էլ հասկանում, աղոթենք նրանց համար։ Եթե դու փրկված ես, եթե դու Աստծուն ճանաչում ես, աղոթի այս մարդկանց համար, որ փրկությունը նրանց կա, նրանց էլ կա։ Ես շնորհակալ եմ ամեն մարդու համար, որոնց մի օր ես երկնքում կիմանամ, ովքեր էին, որ աղոթել էին իմ փրկության համար։ Նրանց պատճառով այսօր Աստծո լույսը իմ կյանքում է, Հիսուսը իմ կյանքում է։ Ես էլ աղոթում եմ, ես այս ամեն դասերը անում եմ հենց դրա համար, որ լույսը Աստծո փառքի իշխանը քո կյանքն էլ մտնի, որ քո կարծրացած սիրտն էլ քանդվի, որ քո հասկացողությունն էլ բացվի եւ Աստծո փրկությունը դու էլ վայելես։ Այսքանը այսօր։ Վաղը կշարունակենք վերջին մեղքի վերջին չարիքի մասին խոսելուց եւ եթե ժամանակ մնա կանցնենք Աստծո ողորմածությունները քննարկելու։ Աստված օրհնի եւ պահպանի ամենքիդ։ Ամեն։